Լույս առավոտին շարունակում է եւս մեկ անգամ ողջունում ենք նշացրելի հեռուստադիտողին, դե ինչպես խոստացել ենք, խոսելու ենք ֆանտաստիկ թեմայի շուրջ եւ այսպես թանգարանների միջազգային օրվա շրջանակում պահպանության ծառայությունը իր մասնաճյուղ հնավայրերում եւ հնավայր թանգարաններում նախատեսում է տարաբնույթ միջոցառումներ։ Մայիսի 18-ին, այսինքն այսօր ժամը 18-ին Զվարթնոց պատմամշակութային հնավայր թանգարան եւ մայիսի 20 Գլաձորի համալսարան պատմամշակութային հնավայր թանգարանում։ Իսկ թե ինչ սպասել եւ ինչ լինելու առասարակ կպատմի մեր հյուրը, իսկ մեր հյուրն է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության պահպանության ծառայություն ՊՕԱԿ-ի ցուցադրությունների բաժնի աշխատակից Նարէ Նիկողոսյանը։ Բարի լույս։ Լույս առավոտի։ Տեղեկացնենք մեր հեռուստատիտողին, մենք ունենք եւս մի հյուր, նաեւ պահպանության ծառայության հնագետ Հասմիկ Սիմոնյան պետք է լիներ մեր հյուրը, բայց նա ավելի կարևոր գործով է ու վստահ եմ այդ առիթով առանձին կհյուրընկալենք ձեզ։ Թանգարանների դերը թերագնահատելը մեր կյանքում այդ ամենամեծ սխալ բաներից մեկը կլինի, որովհետև նայելով համաշխարհային փորձը, նայելով Ամերիկա, Եվրոպա, Ռուսաստան, բոլոր երկրները եւ մեծ գումարներ են ծախսում, եւ շատ լուրջ PR-ով են զբաղվում թանգարանների, եւ առասարակ մարդիկ հասկանում են, որ թանգարանը դա պարզապես այտենց մի վայր չի, այտենց մի կառույց չի, որ կարելի է կյանքում մեկ անգամ գոնե գնալ, ինչ-որ բաներ նայել, ասել դե գնացինք թանգարան ու դուրս գանք։ Ոչ, մեր պատմությունն է, այդ ամեն ինչի հիմքում է հենց յուրաքանչյուր երկիր դառնում ուժեղ, կայացած, խելացի, ստացված, ֆանտաստիկ երկիր է ստացվում։ Ու կարծես թե եթե ես կուզեմ, որ դուք ասեք Կարեն, ոչ դուք սխալվում եք։ Արդյոք մենք այդ PR-ի առումով մի քիչ թույլ ենք, հա, որովհետև նայեք Լուվր, հա, ասում ենք Լուվր, ամբողջ աշխարհը գիտի Լուվրը, որովհետև բացի այն, որ այնտեղ ֆանտաստիկ այլ նմուշներ կան, թանկարժեք զարդեր եւ այլն, բայց PR-ը շատ ճիշտ է։ Համաձայն եք, թե չէ, շատ ճիշտ գովազդով զբաղվելը դա ճիշտ է։ Եկեք սկսենք նրանից, որ այո, թանգարանների դերը թերագնահատել այսօր առնվազն մեղմ ասած սխալ կլինի եւ նաեւ շարունակեմ ասելով, որ առհասարակ թանգարանները վերջին 2 տասնամյակի ընթացքում երևի թե դարձել են շատ ավելի բազմաֆունկցիոնալ, շատ ավելի այսպես կարևոր, հա, մշակութային արժեքների պահպանման իմաստով ինստիտուտներ, քան գուցե առաջ էին։ Նու կարևորության մասով թեպետ այսպես միանշանակ չասենք, բայց շատ ավելի բազմաֆունկցիոնալ, եթե ասենք նախկինում դրանք ցուցանմուշների պահպանման վայրեր էին հիմնականում կամ գիտահետազոտական ինստիտուտներ, որտեղ մարդիկ այցելում էին այո ինչ-որ պատերի, ապակիների հետևում տեսնելու ինչ-որ ցուցանմուշներ, այսօր արդեն այդ դերը փոխվել է թանգարանի ու շատ ավելի մեծ, այսպես ասենք, պարտավորություններ է ստանձնել իր վրա թանգարանը, լինելով գիտահետազոտական, կրթամշակութային եւ դրանից բացի նաեւ ժամանցի վայր, որովհետեւ այսօր մենք գիտենք, հա, ժամանակակից սերունդը, տեխնոլոգիաներ, աշխարհում ամեն ինչ կա, ամեն ինչ շատ բաց է եւ գնալ մի վայր, որտեղ ուղղակի ինչ որ նմուշներ են ցուցադրված, պարզապես գրավիչ չէ նրանց համար եւ այս իմաստով թանգարանների առաջ լուրջ մարտահրավեր է կանգնած ավելի հետաքրքիր դառնալ եւ այս իմաստով էլի ամբողջ աշխարհում տենդենց կա, որ արդիականացման տենդենց կա թանգարանների, այսինքն դրանք պետք է լինեն շարունակեն պահպանել իրենց այդ լուրջ, հա, որպես գիտահետազոտական ինստիտուտի դերը, շարունակեն կրթել, մշակութային այդ միջավայրը ապահովել եւ միևնույն ժամանակ հետաքրքիր ու գրավիչ դառնալ։ Եվ այստեղ տեխնոլոգիաների ներդրումը, այսինքն ժամանակին համընթաց քայլելը պարզապես պարտադիր պայման է դառնում։ Ճիշտ նշեցիք, որ թանգարանները նաեւ այսպես զբոսաշրջիկների համար շատ հետաքրքիր ու գրավիչ վայր են, այսինքն թանգարանները նաեւ զբոսաշրջության զարգացմանն են նպաստում, դրանով իսկ երկրի տնտեսությանը եւ շատ թանգարաններ, ինչպես Լուվրը, British Museum-ը դարձել են իրենց երկրի պարզապես խորհրդանիշը եւ դուք նշեցիք Լուվրի ցուցանմուշների մասին, հավատացեք, որ մեր երկրում ոչ պակաս հետաքրքիր, կարեւոր, նույնիսկ մարդկության համաշխարհային, հա, համամարտկային իմաստով, մշակութային իմաստով ոչ պակաս կարեւոր այսպես հուշարձաններ եւ ցուցանմուշներ եւ նմուշներ կարելի է գտնել, բայց այո, ցավոք ինչ-ինչ պատճառներով դրանք հանրահռչակել այսպես համաշխարհային
հնչեղություն տալ շատ ավելի դժվար է, քան շատ ավելի զարգացած ու հարուստ պետությունների պարագայում, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ մենք էլ մեզնից կախված փորձում ենք ամեն բան անել, որպեսզի գոնե կարողանանք ներկայացնել մեր ունեցածը, մեր մշակութային ժառանգությունը այսպես պատշաճ համապատասխան ձևով ու վերջին տարիներին կարծես թե շատ ավելի լավ է դա ստացվում իրականում։ Զվարթնոց եւ Գլաձորի համալսարան հնավայր թանգարաններում նախատեսված միջոցառումներն ինչով են առանձնանալու։ Ուրեմն 2026 թվականի թանգարանային գիշեր եւ թանգարանների միջազգային օր այս երկու կարևոր միջոցառումների շրջանակին մենք էլ ենք միացել Պահպանության ծառայությունը ու մեր տարբեր 22 մասնավորապես հնավայրերում եւ հնավայր թանգարաններում տարատեսակ միջոցառումներ ենք նախատեսել, բայց այսպես գլխավորապես կենտրոնացել ենք այսօրվա միջոցառման վրա, որը տեղի է ունենալու Զվարթնոց հնավայր թանգարանում, ժամը պարզապես փոփոխության է ենթարկվել 17:00, այսինքն ժամը 5-ին։ Այո, ժամը 5-ին։ Ցուցադրությունը ժամանակավոր ցուցադրություն է եւ ցուցադրության առանցքում կինն է, հա, մեր խորագիրը նա արվեստից կենցաղ, կարծեմ այսպես ամբողջական է բավականին, այսինքն կինը ում մենք մասնավորապես որոշ ժամանակ առաջ, հա, ժամանակներ առաջ սովոր էինք կենցաղում մեծապես տեսնել, կենցաղից դուրս, այսինքն իր տարբեր տարաբնույթ գործունեություններից դուրս, կենցաղ, խոհանոց, երեխաներ, ընտանիք եւ այլն, նաեւ արվեստի ստեղծող է, նաև մշակույթում, մասնավորապես նյութական մշակույթում մեծ ներդրում ունի եւ մասնավորապես ձեռագործ արվեստում, հա, հայկական եւ այս ցուցադրությունը այն մասին է, որ այո, կինը իր արտադրական պրակտիկ գործունեության մեջ այն է ստեղծել ինչ որ արտադրանք, հա, ասենք կարպետ, գորգ, չգիտեմ, ժանյակ, ինչ որ պրակտիկ կիրառական նշանակություն ունի, դրանից զատ նաև մշակութային ավանդույթների, ձեռագործ ավանդույթների ստեղծող է, կրող է, պահպանող եւ փոխանցող է եւ հենց այս դերն ենք մենք մասնավորապես ուզում շեշտել այս ցուցադրության մեջ, որ կինը իր նուրբ ձեռքերով սկսած են ամենաառաջնային էտապից, թելի մշակումից, բրդից, հա, կենթանական բրդից իր մատների, նուրբ մատների, որ հաճախ այդ process-ում, այդ գործընթացներում կոպտանում է, ստանում է բարակթել, որով ասեղնագործում է ժանյակներ, հա, հրաշալի, չգիտեմ, նուրբ ժանյակներ։ Ու մեր ցուցադրության այսպես կոնցեպտի մեջ այդ անցնումը, հա, որ բրդից ինչպես է գալիս ու ստանում այդ թելը, մենք ցուցադրում ենք մեր ծառայության ֆոնդում պահպանվող գործիքներ, որով կինը ստանում է այդ սանդերք, որով բուրդ են գզում, իլիկ, ճախարակ, դազգահ, մինչև որ հասնում ենք վերջնական արդյունքին։ Եվ այս ամենը ներկայացնում ենք շատ հետաքրքիր միջավայրում, միջավայրի վերարտադրության շնորհիվ հայտնի լուսանկարիչ Գուրոսի լուսանկարների, որոնց սևանկարները պահվում են հենց մեր ծառայության ֆոնդերում։ Դիմել եք արհեստական բանականության։ Ոչ միայն արհեստական բանականություն, այսինքն իրական այդ ֆոտոներն են զարդարում միջավայրը որպես պատմական աղբյուր, որտեղ որ ֆիքսված են կանայք հենց այդ գործունեությունը անելիս, հա, ասենք իլիկ մանելիս եւ այլն, որպեսզի ավելի շատ ավելի պատկերավոր եւ իրատեսական լինի, բայց միևնույն ժամանակ կիրառել ենք նաեւ ժամանակակից տեխնոլոգիաներ այդ ֆոտոներին կենթանացնելու ենք, այսինքն նայելու են այցելուները ֆոտոին եւ իրենց աչքի առաջ կինը սկսելու է այդ իլիկը գործել, հա, ֆոտոյի կինը սկսելու է իլիկը մանել, իլիկով թել մանել կամ չգիտեմ այն միջավայրը, որ Խնձորեսկի են քարանձավային տեսարանը, որտեղ որ ապրել են մարդիկ, հա, այդտեղ երեխաները սկսում են վազվզել։ Մի խոսքով այդպես շատ տպավորիչ է լինելու կարծում եմ ու սիրով հրավիրում ենք, տեղեկացնում եմ մեր հեռուստադիտողներին, նաև ձեզ ենք հրավիրում այսօր ժամը 5-ին համեցեք եւ կտեսնեք։ Շնորհակալ եմ շատ։ Անպայման պետք է։ Գիտեք ինչն ամենահետաքրքիրը, որ այս տարի գրեթե բոլոր թանգարանները դիմել են արհեստական բանականության օգնության, այսպես ասած։ Ժամանակի հետ համահունչ են քայլում։ Երբ որ բողոքում են, հա, արհեստական բանականությունից, շատ ճիշտ են ասում, երբ որ թե ում ձեռքում է արհեստական բանականությունը հայտնվում եւ ինչպես այդ գործիքները օգտագործվում ու այն արդյունքը, որը որ ունի այսօր յուրաքանչյուր թանգարան, դա
Միայն ողջունելի է։ Նաև ուզում եմ նշել, որ եթե չեմ սխալվում, ցուցադրությունը բաղկացած էր երկու մասից, բայց երկրորդ մասը cancel է եղել, որովհետև եղանակային։ Ինչ-որ բան փոխվել է, թե ոչ։ Այս պայթուրությամբ դեռ ոչ, որովհետև այնուամենայնիվ մենք այսպես կանխատեսումները մի քիչ վտանգավոր էին եւ ոչ ի նպաստ մեզ, փոխվել է միայն այն, որ այսօր չի լինելու երկրորդ հատվածը, այսինքն մենք կսպասենք մի քիչ ավելի հարմար եղանակային պայմանների, որովհետև այդ երկրորդ հատվածը, որ իրենից ենթադրում էր Զվարթնոցի տաճարի լույսերի վարման արարողություն եւ շատ հետաքրքիր ձևով էլի լուսային ինստալյացիայի եւ անիմացիայի էլեմենտներով, հա, այսպես վերականգնվելու են տեսարաններ, քրիստոնեության ընդունման թեմատիկան է այդտեղ եւ Զվարթնոց տաճարի կառուցման պատմությունը եւ սա իսկապես պահանջում է այսպես շատ լավ եղանակային պայմաններ, որպեսզի այդ ամբողջը մենք կարողանանք ցուցադրել ինչպես որ պետք է։ Մենք լրացուցիչ կտեղեկացնենք այս միջոցառման երկրորդ հատվածը որորն է տեղափոխվել եւ որ ժամին եւ այսպիսով ստացվում է որ մենք պարզապես կիսել ենք եւ երկու անգամ հնարավորություն գտանք մեր այցելուներին լինել Զվարթնոցում, վայելել այդ միջավայրը, իսկ ինչ վերաբերում է ժամանակակից տեխնոլոգիաներին, այո, ճիշտ է, որ ավելի հաճախ է այսօր օգտագործվում եւ այսպես ասեմ, թանգարանները ոնց որ դարձել են շատ ավելի մարդակենտրոն հիմա, որովհետև ցուցանմուշից ուշադրությունը տեղափոխվել է մարդու վրա, մարդու փորձառությունը կարևորվում է, մարդու զգացողություններն են կարևորվում այցելուի, հա, մասնավորապես, այսինքն այցելուն եկավ ոչ միայն պարզապես դիտելու, այլ նաև ինքը այսպես ներառական գործընթացի մեջ պետք է լինի, մասնակից է դառնում այդ ամենին, ինչը որ գիտեք, այսօրվա մարդկանց, հա, այդ զգացողությունները, այդ էմոցիաները ինչքան կարևոր են մարդկանց համար ու այս ամենը ավելի հեշտ է ստանալ բնականաբար տեխնոլոգիաների միջոցով, այսինքն դու դառնում ես ինչ-որ վիրտուալ իրականության մի մաս, որտեղ ասենք որը պատկերում է պատմական ինչ-որ իրադարձություն կամ չգիտեմ արհեստական բանականության միջոցով են վերարտադրում ինչ-որ դրվագներ, տեսարաններ եւ այլն, այսինքն սա էլի մարդկանց վրա ազդելու, այցելուին անմոռանալի տպավորություններ, զգացողություններ պարգևելու համար է, ինչը որ բնականաբար ավելի այսպես էմոցիոնալ կապ է ստեղծում թանգարանի հետ եւ այցը դարձնում է ոչ մի անգամյա, այլ ցանկություն է առաջացնում եւս մեկ անգամ վերադառնալու, մասնավորապես նոր սերնդին է վերաբերում, որ ավելի դժվար է բերել թանգարան, հա, եւ զարմացնել ինչ-որ բանով։ Ես մի հարց ունեմ, կներես, միջոցառումից զատ, այսօր երիտասարդությանը, երիտասարդներին պատմամշակութային ժառանգությանը ծանոթացնելու, մոտեցնելու ամենաարդյունավետ ճանապարհը որն եք համարում։ Մենք փնտրտուքների մեջ ենք իրականում, բայց մի տարբերակ հաստատ գտել ենք, դա կրթական ծրագրերն են։ Մասնավորապես դպրոցականների պարագայում սա բավականին լավ է աշխատում, որովհետև երբ նրանց ասում ես պարզապես, նրանց բերում ես պարզապես էքսկուրսիա ես անցկացնում, հա, ներկայացնում ես եւ այլն, այդ պահին շատ քիչ բան կարող է տպավորվել, բայց երբ որ նրանց տալիս ես այդ ինտերակտիվությունը, տալիս ես ինչ-որ լրացուցիչ կապ, հա, իրենք թանգարանում, օրինակ Զվարթնոցի թանգարանում երեխաները գալիս են կրթական ծրագրով, կավից պատրաստում են հատուկ այսպես ֆորմաների միջոցով պատրաստում են Զվարթնոցի տաճարի սյուները, այդ խոյակները, զարդանախշերը, հա, ու անմիջականորեն առնչվում են դրա հետ, տպավորվում են դրանից ու այսպիսով կարծես թե շատ ավելի շոշափելի է դառնում իրանց համար այդ հուշարձանը, այն ճարտարապետական չգիտեմ, առանձնահատկությունները, որ բնորոշ են, հա, այդ հուշարձանին եւ այդ կրթական ծրագրերի միջոցով կարծես թե շատ ավելի հեշտանում է գործը, շատ ավելի արդյունավետ է լինում այդ կապը ստեղծելը։ Մի միջոցը գոնե դա է, դե հիմա կան շատ ավելի, չգիտեմ, տարբեր միջոցառումներ ենք իրականացնում, սկսած ասենք երաժշտական ինչ-որ կոնկրետ թեմատիկ միջոցառումներից փառատոներ ենք իրականացնում մեր տարբեր հուշարձանների տարածքներում, սա էլ հա ինչ-որ մասսայական ասենք, չգիտեմ, հավաքներ են, միջոցառումներ են, որոնք այդ միջոցառման գաղափարից զատ նաև թույլ են տալիս այցելուին լինել, զգալ այդ միջավայրը, զգալ այն առանձնահատկությունը, այն մթնոլորտը, չգիտեմ, ինչը որ ասենք բնորոշ է կոնկրետ այդ հուշարձանին, իսկ մեր յուրաքանչյուր հուշարձան հավատացեք, որ ունի ինչ-որ առանձնահատուկ էներգետիկ, դա
դաշտ եւ դրանք տարբեր են հաստատ, ասենք Գառնին լրիվ ուրիշ զգացողություններ առաջացնում, Զվարթնոցը լրիվ ուրիշ, Ամբերթը հետ մեր ամրոցները, բերթերը լրիվ այլ տեղ են տանում։ Մի խոսքով, այս ամենը փորձում ենք փոխանցել համենայն դեպս այցելուներին։ Ինչ հուսանք, որ իհարկե սա ժամանակի խնդիր է ու ձերպես մասնագետների ու առասարակ մեր թանգարանների ուսերին ահռելի մեծ աշխատանք է պարտականությունը դրված, գնալով էլ ավելի վարակիչ դարձնել թանգարան այցելելը եւ սիրելի հեռուստադիտողներ, բացի սրճարաններից, ակումբներից, ռեստորաններից, հավատացեք, շատ այլ ֆանտաստիկ բաներ կան ժամանցի եւ հենց թանգարանը հենց դա է ու ընտանիքով, ընկերներով, երեխաներով պետք է գնալ։ Հայաստանի Հանրապետությունն էլ այն երկիրն, այն տարածքն է, որտեղ երևի որտեղ մատով դիպչես հնարավոր է մի բան գտնես, չնայած ինչպես որ վերջերս Շնաթաղում մարդիկ այգում գործ էին անում եւ դամբարան են գտել։ Շնորհակալ ենք ձեզ շատ, ցավոք սրտի ժամանակ չունենք, Եւս մեկ անգամ հիշեցնենք մեր հեռուստադիտողին, որ այսօր ժամը 17-ին Այսօր ժամը 17-ին, այո, Զվարթնոցում տեղի է ունենալու նա կենցաղից արվեստ ժամանակավոր ցուցադրությունը մեր, սիրով համեցեք, բայց ես մոռացա Գլաձորի մասին նշել, որ ամսի 29-ին էլ Գլաձորն է սպասելու այցելուների, այնտեղ ներկայացնելու ենք մեր հանրապետության տարածքում գտնվող 6 շատ գեղեցիկ յուրահատուկ հուշարձանների մակետներ, սկսած Գեղարդից, հա, մինչև Կարմիրավոր, հա, այսպես 6 մակետներ, որոնք հնարավորություն են տալու այցելուներին, այսպես ավելի մոտիկ դիպչելով, շոշափելով, հա, այդ հուշարձանի առանձնահատկությունները տեսնելով եւ մասնավորապես դպրոցականներին ու այդ տարածաշրջանի երեխաներին, այսպես նայելու, ուսումնասիրելու ավելի մոտիկից, ինչը որ հետագայում գուցե նպաստի, որ նրանք ցանկություն ունենան արդեն անմիջապես հուշարձան այցելելու, այնպես որ համեցեք մեր մնացած բոլոր հնավայրերը, հնավայր թանգարանները ոչ միայն այս օրերին, այլ միշտ պատրաստ են ընդունել այցելուներին։ Շնորհակալ ենք շատ։ Մեր հյուրն էր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության պահպանության ծառայություն փոխակից ցուցադրությունների բաժնի աշխատակից Նարէ Նիկողոսյանը։ Ձեզ լավ օր։ Շնորհակալ։ Իսկ մենք ընդմիջվենք, որովհետև շատ արագ կընտրենք մեր հաջորդ հյուրին, խոսելու ենք ռեկորդից, խոսելու ենք երաժշտությունից ու ֆանտաստիկ հայ է գալու մեր տաղավարը։ Վաստակավոր արտիստ։ Այո, մնացեք մեզ հետ։